Ամբողջ ծավալով գործարկել են աղբահանության գումար վճարողների հաշվառման նոր համակարգը, որին ինտեգրվել են մի քանի վճարահաշվարկային կազմակերպություններ։ Քաղաքային իշխանությունը բոլոր տույժ-տուգանքներից ազատող նախագիծ է մշակել։ Քաղաքապետ Ավինյանն ասել է կներկայացնեն ավականու վաղվա նիստում, վստահեցրել, քանի դեռ համակարգը նոր են ներդնում, աղբահանության հետ կապված որևէ տուգանք չեն կիրառելու։ Նույնիսկ եթե որոշ դեպքերում վճարումներ եղել են, դա հաշվարկցելու է հիմնական աղբահանության վճարից։ Հայ եւ ռուս փրկարարները Երևանում քննարկել են արտակարգ իրավիճակների վերացման հետ կապված հրատապ խնդիրներ։ Մարդասիրական արձագանքման կենտրոնը բացվել է 2016-ին Հայաստանի եւ Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում։ Նախատեսված են փրկարարական գործողություններին աջակցելու երկրաշարժերի, սուղանքների, ձնահյուսերի հետևանքների վերացման եւ այլ արտակարգ ծառայությունների անձնակազմի որակավորման բարձրացման աշխատանքներ։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների փոխնախարարի խոսքով մարդասիրական կենտրոնների ներուժի օգտագործումը եւ գիտական կենտրոնների հնարավորությունների ներգրավումը անկասկած կարագացնեն պրոֆիլային կառույցների կատարելագործումը։ Արմավիրի մարզում ծիսապաշտամունքային համալիր են պեղել հայտնաբերված հնագիտական շերտերը մեր թվարկությունից առաջ 6-ից 3-րդ դարերով են թվագրվում։ Սա ըստ մասնագետների բացառիկ հնագիտական նյութ է։ Գտել են քարե գործիքներ, մեծ քանակությամբ խեցեղեն եւ այլ արժեքավոր իրեր։ Մոխրաշերտով եւ այրված փայտի ածխացած մնացորդներով ծածկված հաստ պատերով կարասների հայտնաբերումը կամ որոշակի ծեսի կամ էլ դժբախտ իրադարձությունների մասին է խոսում։ Օրինակ հարձակում, հրդեհ եւ այլն։ Քանի որ նաեւ այրված ոսկորներ են գտել։ Արշավախումբը շարունակում է շերտ առ շերտ բացել Խանջան գյուղի բլրի գագաթին կանգնած աշտարակը։ Տրանսպորտային միջոցների բախման հետևանքով Երևանի կենտրոնում հրդեհ է բռնկվել։ Բետոնախառնիչը հետընթացով բախվել է գազատար Խողովակին եւ Սյանը։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հարևանությամբ կայանած 2 Mercedes մակնիշի եւ BYD մակնիշի ավտոմեքենաները եւս հրդեհվել են։ Վարորդները եւ այլ անձինք բարեբախտաբար այդտեղ չեն եղել։ Ընթացքում բետոնախառնիչի վարորդին հաջողվել է մեքենայից դուրս գալ եւ մարմնական վնասվածքներ չստանալ։ Ավտոմեքենաները հրդեհվել են Սիլվա Կապուտիկյան փողոցում ժամը 16:02-ին, դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարներ։ Շիրակի Արփիլիճ ազգային պարկի տարածքում հայտնաբերել են արջի թարմ հետքեր։ Շրջակա միջավայրի նախարարությունից զբոսաշրջիկներին եւ տեղի բնակիչներին հորդորում են անտառային տարածքներ մուտք գործելիս լինել զգոն, ընտանի կենդանիներին չթողնել առանց հովվի կամ վերահսկողության եւ խուսափել միայնակ շրջելուց վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։